Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արփի Դավոյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Դավոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Սիրով։ Վերջին շրջանում որոշ եկեղեցականների եւ իշխանության միջև, այսպես ասած, հակամարտությունը ավելի է սրվել։ Երեկ էլ Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանի ասուլիսն էր, նա, այսպես ասած, ավելի կոշտ ռետորաբանություն դրսևորեց եւ ասաց, որ ոչ ինքն է հեռանալու, ոչ էլ Կտրիշ Ներսիսյանն է հեռանալու։ Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք ասել, որ իշխանության հետ կարծեք թե քաղաքական պայքարի դաշտ են մտնում եւ ում օրակարգն են ըստ ձեզ նրանք սպասարկում։ Ճիշտ ասած, ես ամբողջովին չեմ լսել ասուլիսը, հատվածներ եմ լսել եւ այնտեղ քաղաքական նոտաները շատ էին, եւ 18 թվականը հիշատակվեց եւ քաղաքական դիրքորոշման մասին խոսվեց, այսինքն եկեղեցականները իդեմս որոշ եկեղեցականների իհարկե, իդեմս Արշակ Խաչատրյանի վերահաստատեցին իրենց քաղաքական կեցվածքը եւ քաղաքական դիրքորոշումը ընդդեմ ներկայ իշխանություններին եւ փաստեցին, որ իրենք զբաղվում են քաղաքական գործունեությամբ եւ հոգեվոր գործունեությունը կարծես թե երկրորդ պլան է մղվել նրանց համար, ասելով, որ նաեւ իրենք չեն հրաժարական տալու եւ նորից նրանք վերահաստատեցին, որ այն կյանքը Արշակը հաստատեց, որ այն կյանքը ինչով որ իրենք ապրում են, շատ նորմալ է, որևէ հակասության մեջ չի մտնում եկեղեցու կանոնագրքերի հետ եւ իրենք չեն պատրաստվում հեռանալ։ Այսինքն ուղիղ հակամարտություն սկսվեց ոչ թե իշխանությունների հետ, այլ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ասում են, որ եկեղեցին պիտի պատկանի եկեղեցական եւ հոգեվոր կյանքով ապրող հոգեվորականներին։ Այս մարդիկ ասացին, որ մենք թքած ունենք բոլոր հոգեվոր կանոնների վրա, դարերից եկող եւ մենք ապրելու ենք այնպես, ինչպես ուզում ենք։ Նույն Արշակ Խաչատրյանը ասաց, չէ, ասաց, եթե ես այլևս հոգեվորական չլինեմ, այն ինչի մեջ ինձ մեղադրում եք, ես ավելի շատ կանեմ, տենց նման մի բան ասաց, ես չհասկացա դա սպառնալիք է, թե գլուխ գովալ էր նույն անձի կողմից եւ ամեն օր նրանք խորացնում են հիասթափությունը իրենցից եւ այն հոգեվոր արժեքներից, որոնք իբրև թե դավանում են մեր եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգեվորականներ։ Ես կարծում եմ, որ այս հակամարտությունը, ճակատավոր այսպես ասած, միևնույն է ավարտվելու է եւ եկեղեցին ազատագրվելու է եկեղեցուն ոչ հարիր մարդկանցից։ Խոսենք նաև 10 եպիսկոպոսների վերջին հայտարարության մասին, մեջբերեմ ամենակարևոր հատվածը, շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր եկեղեցու ներսում եւ մեր եկեղեցու շուրջ արկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունը։ Խնդրեմ սրա մասին, հա, կարծեք թե անդադ խոսվում էր այս մասին, բայց եպիսկոպոսների բերանով համենայն դեպս մենք երբևէ չէինք կարող մտածել, որ նման բանի ականատես կլինենք։ Ինչ կասեք այս մասին։ Այո, այս մասին խոսվել է ոչ բացահայտ, զրույցների տեսքով մարդիկ ականատեսներ միշտ պատմել են, որ մի բան այն չէ եղել 1999 թվականին, այդ ընտրության ժամանակ, երբ Կտիշ Ներսիսյանը դարձել է կաթողիկոս եւ բազմաթիվ խնդիրներ են եղել եւ կան մարդիկ, որոնք չեն ընտրել նրան եւ հետո նրանք էլ ինչ-որ խնդիրներ են ունեցել։ Առաջին անգամ եպիսկոպոսները բացահայտ խոսեցին, նշելով, որ այդ ընտրությունը խնդրահարույց է եղել եւ ընտրությունների ժամանակ նաեւ բազմաթիվ անհարթություններ են եղել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ վերջերս ես մի հատ հին նյութ ընկավ աչքիս տակ 99 թվականի դեկտեմբերի 2-ի մասին էր կարծես թե, որտեղ երկու հոգեվորական հստակ ցույց էին անում ընդդեմ ընտրությունների կաթողիկոսի եւ այդ նստացույցի ժամանակ իրենք նշում էին, ինչ է տեղի ունեցել եւ ինչի դեմ են իրենք նստացույց անում եւ ուզում եմ նաեւ ասել, որ չեմ հիշում անունները այդ հոգեվորականների երկուսն էլ կարգալույծ են եղել դրանից հետո քաղաքական գործունեությամբ զբաղվելու հիմքով
Ես ուզում եմ նաև դա փաստել, որ ինչու համար, որ հիմա եւ եկեղեցականները քաղաքականությամբ են զբաղվում, դա համարվում է նորմալ, սակայն երբ Կտրիշ Ներսիսյանի կաթողիկոսական գահին բազմելու դեմ նրանք քաղաք ակցիա են արել, բոյկոտ են արել, նստացույց են արել, նրանք ակնհայտ են եղել որպես քաղաքականությամբ զբաղվող անձինք։ Այստեղ սրա վրա անպայման ուզում եմ ուշադրություն հրավիրել եւ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ողջ քաղաքական ընդդիմադիր դաշտը, այս ռադիկալ ընդդիմադիր դաշտը եւ եկեղեցականները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, դատապարտեցին տասեպիսկոպոսների հայտարարությունը, ամենավերջի ձևերով նաև դատապարտեցին, սակայն այդ նույն իմ նշած շրջանակները որևէ կերպ չեն դատապարտում, երբ իրենց ղեկավար Կտրիշ Ներսիսյանը մեդալ է ստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, նա եղբայրը մեդալ է ստանում, որևէ մեկին չի հուզում այդ հարցը, թե ինչու օտար երկրի նախագահը պարգևատրում է իրենց ղեկավարին, այսպես ասած, եւ իրենց հոգեվոր գործընկերներից մեկին։ Ես կարծում եմ, նրանք նախ եւ առաջ հայտարարություն պիտի անեին եւ իրենց մտահոգությունը հայտնեին այդ մասով, հետո նոր եպիսկոպոսների հայտարարության շուրջը հայտարարության մասին խորհեին, ոչ թե միանգամից հարձակվեին, այլ խորհեին եւ հասկանային արդյոք ինչ խնդիրների մասին են խոսում այս մարդիկ եւ արդյոք այս խնդիրներն այնքան են խորացել, որոնք եւ հասել այն մակարդակին, որ դարել են հանրության քննարկման առարկա։ Ես վստահ եմ, որ ներսից է լինելու, այսպես ասած, փրկությունը եւ երբ արդեն համարձակություն ունեն հոգեվորականները խոսելու արդեն բաց տեքստերով, ապա այս անկասելի է լինելու այս ճանապարհը եւ միևնույնն է եկեղեցին մայրաթորը ազատագրվելու է Կտրիշ Ներսիսյանից եւ նրա մերձավորներից։ Երբ Կտրիշ Ներսիսյանը կարգալույծ արեց Տեր Արամին, Տեր Տարոնին, այդ ժամանակ մի քանի քահանաներ էին դեռ, որ նրանց միացան, աջակցեցին, թեև նրանք անընդհատ մինչ օրս թիրախիտակ են, հիմա էլ թիրախիտակ հայտնվեցին հայտնի 10 եպիսկոպոսները։ Այս իրավիճակում որը պետք է լինի իշխանության անելիքը եւ ինչ հետագա զարգացումների ականատես կլինենք։ Իշխանությունը այստեղ անելիք չունի, որովհետեւ սա կոնկրետ եկեղեցու գործն է եւ իրենք պիտի որոշեն, թե ինչ պիտի անեն։ Իշխանությունը շարունակում է մնալ իր տեղում, եկեղեցին պիտի շարունակի մնալ իր տեղում, թեև վերջին 5 տարիների ընթացքում եկեղեցին ընդհանրապես իր տեղում չէ եւ նույնիսկ ինձ համար անհասկանալի է, թե եկեղեցականները, բարձրաստիճան հոգեվորականները Կտրիշ Ներսիսյանի ղեկավարությամբ ինչու են նման ատելության քաղաքականություն որդեգրել ներկա իշխանությունների նկատմամբ 2018 թվականից ի վեր։ Ես ուզում եմ հասկանալ ինչու է երկրի ինքնիշխանությունը այսքան ոչ հաճելի այս մարդկանց, ինչու են նրանք ամեն կերպ ուզում ազատվել մեզնից, մեր իշխանություններից եւ բացահայտ իրենց վերաբերմունքը ցույց են տալիս։ Նախկին իշխանությունների օրոք իրենք շատ հանգիստ են զգացել եւ 18 թվականից հետո էլ որևէ մեկը նրանց հետ որևէ խնդիր չի ունեցել, մեզ համար, իրենք իրենց համար, սակայն անընդհատ մայրաթորից հատկապես 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսվել է քաղաքական ակցիաներ, հրաժարականներ, ողջունել հրաժարականի պահանջով հանդես գալ, ողջունել իշխանությունների նկատմամբ տարածվող կոչերը եւ որևէ մի անգամ ես չեմ լսել, որ Էջմիածնից նույն բարձրաստիճան հոգեվորականները, որոնք այժմ Կտրիշ Ներսիսյանին են պաշտպանում եւ դատապարտում են 10 հոգեվորականներին, որևէ մեկը հանրային համերաշխության կոչով հանդես գա, այլ դրանք ձևական բնույթ են կրել հիմնականում եւ նրանց գլխավոր նպատակն է հեռացնել իշխանություններին, բայց թե ինչ են ուզում նրանք, ես այդպես էլ չեմ հասկանում եւ այդ ատելության իմաստը, այդ ատելության պատճառները, այդ ատելության արմատները ես չեմ կարողանում հասկանալ։
կարծում եմ նաև դա իրենց ներսում տիրող մթնոլորտի դրսևորումներից մեկն է, որովհետև եկեղեցին շատ վաղուց չի, եկեղեցու սպասավորները շատ վաղուց չեն ծառայում իրենց հոգևոր կոչմանը, ինչի համար նրանք գտնվում են այնտեղ, եւ իրենց վարքով նաև անվանարկում են մնացած լավ եւ հոգևորականին հարիր կյանքով ապրող հոգևորականներին։ Եվ իրենք իրենց պիտի փնտրեն, թե ինչու է ժողովուրդը նման կերպ վերաբերվում իրենց։ Ես ինչու նշեցի, թե որը պետք է լինի իշխանությունների անելիքը, որովհետև հենց նույն Արշակ Խաչատրյանը երեք հայտարարեց, որ նրանք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Այսինքն ինչ որ սպառնալիք, վիրավորանք, ամեն դեպքում այս մարդկանց նկատմամբ կա, ովքեր որ վարչապետի մասնակցությամբ նրա հետ մասնակցել են պատարագի կամ հայտարարություն են արել։ Ես կարծում եմ, որ նրանք գործի կդնեն իրենց բոլոր հնարավոր միջոցները այդ մարդկանց նկատմամբ ինչ որ գործիքակազմ կիրառելու, Արշակ Խաչատրյանին ուզում եմ ասել, որ իր կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրում եւ այն ինչը ինքը ավելի լավ է իր մասին մտածի, ընդհանրապես իր գործունեության մասին մտածի եւ կարծում եմ ինքը ահագին մտածելու բան ունի եւ այդպես ագրեսիվ ձևով գալ մամլո ասուլիս տալ, ընդհանրապես կամ այդ ինչի համար է այդ մամուլի ասուլիսը, դες հավաքել իրենց հարող լրագրողներին իրենց շուրջը եւ սկսել այսպես ասած զրուցել քաղաքականության վերաբերյալ իր կարծիքը որևէ մեկի հետաքրքիր չէ, բացի իրենց հարող շրջանակներից, որոնք կարծում են ոգևորված կտարածեն նրա խոսքերը եւ նաեւ իր կարծիքը հետաքրքիր չէ որևէ այլ հոգևորականների մասին, որովհետեւ այդ մարդը իմ կարծիքով շատ ու շատ բանի մասին մտածելու տեղ ունի եւ այդ անհանգստությունը, որով այդ տենց արագությունը, որով նրանք բան արեցին, այդ ասուլիսը կազմակերպեցին, խոսում է նրա մասին, որ Արշակը եւ իր ընկերները բազմաթիվ մտահոգվելու տեղեր ունեն եւ փորձել են ինչ-որ ձևով ինչ-որ բան հարթել, թեև ոչ թե դա չի ստացվել, այլ ավելի է վիճակը բարդացել, որովհետև Արշակ Խաչատրյանի արտահայտած մի շարք մտքեր մեղմ ասած հարիր չեն հոգևորականին, ծիծաղելի են, բացի ծիծաղելի լինելուց ամոթալի են եւ երբ նման հոգևորականները նույն Արշակ Խաչատրյանը եւ այլոք այդ տիպի հոգևորականները երբ խոսում են մեր բազմադարյա եկեղեցու ավանդույթներից, ապա կարծում եմ հենց այդտեղ այլևս պիտի լռեն, չխոսեն, որովհետև իրենք ամոթն են մեր եկեղեցու եւ իրենք են խախտել մեր եկեղեցու բազմադարյա բոլոր ավանդույթները եւ կանոնագրքերը։ Կիրակի օրը, երբ վարչապետը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր Սուրբ Եվան մահ պատարագին, այնտեղ ներկա էր նաև Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, որը աստիճանների վրա էր կանգնել, հետո դուրս եկավ մի քանի բառ փոխանակեց լրագրողների հետ, ասաց, որ մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին, չգիտեմ ումից էր պաշտպանելու, եւ նաեւ մի այսպիսի հայտարարություն արեց, որ մենք տեսանք, որ Փաշինյանին ժողովուրդը չաջակցեց։ Ես կխնդրեմ ասեք, աջակցել էլ ինչպես է լինում։ Նախ ես չեմ հասկանում ինչ է նշանակում մենք տեսնում նա որ ասաց մենք տեսնում ենք որ Փաշինյանի ժողովուրդը չի աջակցում նախ Նարեկը Կարապետյանը որտեղ պիտի տեսնի այդ աջակցությունը եկեղեցին աջակցության ցուցադրության տեղ չէ եկեղեցին այդ օրը ընդհանրապես պատարագ էր մատուցում հոգևորականները պատարագ էին մատուցում վարչապետը մասնակցում էր պատարագին եւ այնտեղ էին գնացել մի շարք քաղաքացիներ, որոնք ցանկանում են մասնակցել նույն պատարագին։ Նույն Նարեկ Կարապետյանը, երբ նախորդ օրը հայտարարություն տարածեց, որ ինքը պիտի գնա եւ մասնակցի պատարագին, քանի որ ամբողջ կյանքում ինքը այդ եկեղեցում է գնում պատարագի, ես շատ զարմացած եմ, որ Նարեկ Կարապետյանը չգնաց եւ ուղղակի կանգնեց բոլոր քաղաքացիների կողքին եւ մասնակցեց պատարագին, այլ գնաց այդ աստիճանների մի անկյունում նստեց։ Պատարագին գնացող մարդը, որ առավել եւս 1 ժամ շուտ էր գնացել, այնտեղ տեղ կար կանգնելու շատ եւ կարող էր գնալ քաղաքացիների կողքին կանգնել եւ իրեն որևէ մեկը ոչինչ չէր ասելու, որովհետեւ մարդիկ եկել էին պատարագի եւ չէին եկել քաղաքական ակցիաներ կազմակերպելու, ինչպես որ սովորաբար մի երկու սադրիչ ուղարկում են որոշ անձինք, որպեսզի այնտեղ պատարագը խաթարեն։ Եվ այն, որ Նարեկ Կարապետյանն ասաց մենք մեր ձևերով եկեղեցին պաշտպանելու ենք, արդեն կարծում եմ այդ էլ անշոտ անլուրջ է հնչում, որովհետև եկեղեցին ումից են պաշտպանելու, ումից են
փրկելու կամ ինչ պիտի անեն կամ ինչ են արել մինչև հիմա, որին չեն անեն։ Ընդհանրապես եկեղեցուն նվիրատվություններ են արել, նույն ձևով էլ ելի շարունակելու են նվիրատվություններ անել։ Թե դա եկեղեցուն փրկության ակցիա է, ապա բան չունեմ ասելու։ Ուղղակի իմ կարծիքով Նարեկ Կարապետյանը ասելիք չուներ, հերթական անգամ այդպես ասած հերթապահ արտահայտություն արեց եւ գնաց։ Սակայն նորից եմ կրկնում, եթե նա եկել էր այնտեղ պատարակ լսելու, ապա պիտի պատարակը գնար, կանգներ քաղաքացիների, հավատավոր քաղաքացիների կողքին եւ այդ պատարակին մասնակցեր, ոչ թե աստիճանների վերևում գնար մի անկյունում նստեր, անունը դներ եկել եմ պատարակի։ Դա պատարակի գալ չէ, դա ուղղակի քաղաքական ակցիա է, այսպես ասած, եւ նորից նրանց սխալ խորհուրդ էին տվել իրենց գործընկերները ասելով, որ դա մեծ տպավորություն կթողնի ժողովրդի վրա, դա որևէ տպավորություն չթողեց ժողովրդի վրա, այլ վատ տպավորություն թողեց։ Եվ խոսենք այն երկուսի մասին, որոնք փորձեցին խաթարել պատարակի ընթացքը, բղավեցին Կտրիչ Ներսիսյանի անունը, այնուհետև բերման ենթարկվեցին, հիմա էլ ինչ-որ մեկնաբանություններ են գրում, նաև թիրախավորում ոստիկաններին, որոնք ուղղակի հեռացրել են նրանց տարածքից, հետո բնականաբար բաց էին թողել։ Այս մասով ձեր կարծիքը։ Իմ կարծիքը այն է, որ որևէ մեկը շատ տգեղ է, որ մարդիկ այդ անդիմադիր ակտիվիստները գնում են եւ պատարակները փորձում են խաթարել, էլի նման դեպքեր տեղի ունեցել Հովանավանքում, գոռում են Կտրիչ Ներսիսյանի անունը եւ գնում են, դրանով ինչ են ուզում ասել, ես չեմ կարող հասկանալ, դրանով ուզում են ասել, որ այստեղ ինչ որ խնդիրներ կա, նորից էլի չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ հստակ ուղարկված մարդիկ են կոնկրետ ինչ որ բան անելու, իսկական հավատացյալը, որը պատարակին մասնակցում է կամ հարգում է պատարակը կամ պատարակի մասնակիցներին ցանկացած եկեղեցում մատուցվող նման վարքագիծ չի դրսևորի եւ իսկական քրիստոնյան, որը հետևում է քրիստոնեական բոլոր խորհուրդներին, նման վարքագիծ չի կարող դրսևորել։ Ուղղակի խոնարհաբար կգա կամ կմասնակցի պատարակին կամ չի մասնակցի պատարակին եւ որևէ անախորժության հեղինակ էլ չի դառնա։ Այդքան չեն հասկանում ընդդիմադիր մեր հայաստանյան ընդդիմադիր սուր ընդդիմադիր գործիչները, որ նման մարդկանց ուղարկում են պատարակները խաթարելու համար։ Քրիստոնյան եւ հանդես գալով եկեղեցու պաշտպանների դիրքերից, եկեղեցու պաշտպանները նախ եւ առաջ պիտի քրիստոնեական բոլոր խորհուրդներին ծանոթ լինեն, քրիստոնեավայր կյանքով ապրեն եւ եթե այդպես ապրեն, վստահաբար նման վարքագիծ չեն ցուցաբերի։ Հետեւաբար դա էլ մի կեղծ օրակարգ է, կեղծ սին, որը նրանք որդեգրել են եւ շարունակում են նման գործելավոճով շարժվել։ Որևէ կապ չունեն այդ մարդիկ եկեղեցու հետ, դա ուղղակի քաղաքական կեցվածք է ընդդիմ իշխանությունների, այս անգամ էլ եկեղեցուն են որպես վահան պահել իրենց դիմաց, ասելով, որ իրենք եկեղեցու պաշտպաններն են։ Իրենք եկեղեցու պաշտպանները չեն եւ ոչ մի բանի պաշտպանները չեն։ Իրենք ընդհանրապես դեմ են ներկա իշխանություններին, վարչապետին եւ ամեն տեսակի բաների տակ թաքնվելով, լոզունգների տակ թաքնվելով ունեն միայն այդ նպատակը, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արփի Դավոյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։